Հարգելի հետևորդներ, Եվրոմեդիան շարունակում է ուղիղ հեռարձակումը Եռաբլուրից։ Տարբեր քաղաքական գործիչներ են այս պահին այցելում Եռաբլուր հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին։ Հիշեցնենք, որ այսօր մայիսի 9 է։ Մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային ժողովուրդների տարածահաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և 92 թվականի Շուշիի ազատագրման օրը։ Շուշին, սակայն, կորցրեցինք 2020 թվականի նոյեմբերին Արցախյան 44-օրյա պատերազմում գրած ցավալի պարտության արդյունքում։ Արևի տակ են կանցնել։ Եկեք հետ քաշվենք, եկենք էս եմ հետ էլ։ Սենց։ Ոնը որին կա։ Հետ է արևի յոմ։ Դե, լավ, թող արևի կամ։ Բան չեմ։ Հատի լավ փոքրիկ սրա։ Արևը։ Մեջտեղի կան, էլ։ Հա, դե ոչ դուք ձեր մասին եք մտածում ես։ Հա, մի քիչ հետ գնաց։ Մի քիչ հետ գնացեք, չեմ կարող։ Ո՞վ դե արևը գալու է մեջան։ Ոնը իմ պարագային արև չի լինելու։ Ոչ, ապրի։ Խնդրեմ, որտեղ ասեք։ Պարոն Շահվերդյան, նախորդ խորհրդին անդրադարձեք, ինչ խորհուրդ ունի օրեզես համար, առհասարակ այսօր Շուշիի 2020 թվականի օկուպացիայից հետո որքանով է կարևորվում հայ ազգի կողմից եւ ձեր գնահատմամբ այսօր Շուշիում գտնվող պատմական հուշարձանները հայկական ինչ վիճակում են եւ նպատակը Ադրբեջանի վերջնական որն է հուշարձանների հետ կապված։ Ես շատ լավ հիշում եմ այն օրերը, երբ սրտատրոպ սպասում ենք եւ տեղի կունենա Շուշիի ազատագրումը։ Ու Շուշիի ազատագրումը մեզ համար, արցախցիների համար, այդ պարագային եւ ամբողջ հայ ժողովրդի համար խորհրդանշում էր ոտքի կանգնելու մեջքը ուղղելու հնարավորություն։ Այսօր խոնարհվում ենք այն բոլոր մարդկանց համար, թե քաղաքացիական անձերի, թե զինվորական համազգեստ հագած մարդկանց առջև, որոնք
այս հաղթանակը կերտել են ու 500 տարվա ընթացքում առաջին անգամ մենք կարողացանք ունենալ հաղթանակ։ Դա Շուշիի ազատագրումն էր։ Հենց այդ է պատճառը, որ Շուշիի ազատագրումը մեզ բոլորիս համար չանցնող մի հատ մեծ արժեք է, անկախ նրանից Շուշին այսօր մեր տիրապետության տակ է թե ոչ, որովհետև ժամանակները փոխվում են, մենք կունենանք դեր հնարավորություն վերադառնալու Շուշի, եթե վերադարձը չմնա միայն երազանք տեսիլ, այլ դառնա մեր յուրաքանչյուրիս նպատակը։ Ու այդ վերադարձը լինելու է։ Անդրադառնալով ձեր հարցի երկրորդ մասին, ուրեմն շատ կարևորում եմ, որ անընդհատ խոսվի ու ասվի այն ահռելի վնասների մասին, որոնք կրում է հայ ժողովուրդը Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայի հետևանքով։ Ադրբեջանական վարչախումբը ամեն օր, ամեն վայրկյան ոչնչացնում է հայկական ժառանգությունը։ Այսօր ամենամեծ թիրախում հայտնվել է Ստեփանակերտը, Արցախի մայրաքաղաքը, որը շատ արագ տեմպերով ոչնչացվում է նաև այն մշակութային ժառանգությունը, որը կար ու թողնվել էր Ստեփանակերտում։ Խոսքը մոնումենտալ արվեստի հուշարձանների մասին է, պատմության և մշակույթի հուշարձանների մասին է։ Ինչ վերաբերում է մայիսի 9-ի խորհրդին կապված հուշարձանների բնագավառի հետ, մենք բոլորս գիտենք, արդեն բազմաթիվ փաստեր հրապարակվել են այն մասին, որ զանգվածաբար ոչնչացվում են երկրորդ համաշխարհային պատերազմի հիշատակին կառուցված համալիրները, արձանները, որոնք ի դեպ եղել են Արցախի բոլոր գյուղերում։ Այս փաստերը բազմիցս հրապարակվում են ու սակայն չեն արժանանում թե միջազգային հանրության գնահատականի համապատասխան եւ թե ինչ որ խիստ զարմանալի է Ռուսաստանի Դաշնության համապատասխան գնահատականների։ Մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը համապատասխան միջազգային կառույցները, այդ թվում նաև Հայաստանում գործող ICOMOS, Blue Shoals կազմակերպությունները իրենց դիրքորոշումները այդ հարցերի շուրջը պիտի արտահայտեն։ Նաև շատ կարևորվում է, որ Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունները իրենց օրակարգի մեջ բերեն, կրկին վերադարձնեն հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրները Արցախում։ Պարոն Շահվերդյան, դուք խոսեցիք հաղթանակի ազատագրման մասին, որը տեղի ունեցավ 33 տարի առաջ, այդ ժամանակ տեղի ունեցած իրողություն էր, խոսելով ներկա իրողությունների եւ իրադրությունների մասին, կարծիքներ կան, որ հաղթանակը, որը մենք տոնեցինք 33 տարի առաջ, ճիշտ չպահվեց եւ հետագա գործողությունները, քայլերը ճիշտ չէին։ Ինչ պետք է արվեր, որոնք էին այն սխալ քայլերը, բացի 44-օրյա պատերազմից եւ հետո տեղի ունեցած գործողությունները, մինչև այդ ինչ սխալներ էին արվել։ Նայեք, շատ բարդ հարց եք տալիս, ընդհանրապես երկիրը որոշ ժամանակ անց պատերազմից սկսել է ապրել խաղաղության, այսպես ասած, պայմանների մեջ։ Մենք մոռացել ենք, այդ թվում նաև ժողովուրդը, որ ապրում ենք պատերազմի մեջ, որ պատերազմը ամենօրյա վտանգ է մեզ համար, որ պատերազմը մեր շեմին է։ Երևի խնդիրներից մեկը հենց դա է, որ ժողովուրդը մի քիչ սկսել է ապրել ավելի խաղաղ պայմանների համահունչ ու մոռացել է, որ մենք ունենք էգզիստենցիալ թշնամի։ Պարոն Շահվերդյան, դուք որ նշեցիք, որ վերադարձին հավատում եք, ինչպիսի պայմաններ պետք է ստեղծվեն, ինչպիսի պայմաններում եք իրատեսական համարում, որ այդ վերադարձը կարող է տեղի ունենալ։ Նայեք, առաջին խնդիրը այն է, որ Հայաստանի Հանրապետությունը որպես հայ ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպան վերադառնա հայկական օրակարգին։
ու սկսի զբաղվել Արցախցիների վերադարձի իրավունքների առաջ մղումով։ Դա առաջին պայմանն է բնականաբար։ Մյուս պայմանների մասին Արցախահայությունը իր տարբեր ներկայացուցիչների, տարբեր մարմինների միջոցով բազմիցս արտահայտել է պայմանները, դա միջազգային կառույցների հովանու ներքո ու միջազգային գարանտիաների ներքո վերադարձի իրավունքի ապահովումն է, վերադարձն է մշտական ցամաքային կապի ապահովումը Հայաստանի Հանրապետության հետ ու տեղական իշխանության ձևավորումը կամ պահպանումը մինչև որ հարցի մինչև որ հասնի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորություն։ Շնորհակալ եմ։